Սիրելի հայրենակիցներ, մինչ սկսելը ուզում եմ հիշեցնել, որ բարձունքին կարող եք աջակցել նաև Patreon-ում, ձեր նվիրատվությունները կնպաստեն Հայոց Երկիր հանդիպումների շարքի իրականացմանը և գաղափարական բովանդակային քարտեզի իրագործմանը։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր արդեն աջակցում են մեզ։ Եվ այսպես շարունակում ենք բարձունք կրթական շարժման կողմից հանրահռչակված մեր երազանքի երկիր գաղափարական բովանդակային քարտեզի բացազատմանն ուղղված «Ինչպիսի երկիր» հանդիպումների շարքը։ Այսօր «Զորեղ երկիր» խորագրի ներքո բարձունքում հյուրընկալում ենք Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի զարգացման հասարակական կազմակերպության տնօրեն և Անվտանգային և ռազմամարզական կազմակերպությունների միավորման խորհրդի նախագահ Արման Պողոսյանին, մասնավորապես կանդրադառնանք հետևյալ թեմաներին. Համապարփակ պաշտպանության համակարգի հիմնական բաղադրիչները և առանձնահատկությունները, տարածքային պաշտպանության դերը ազգային անվտանգության ապահովման գործում, տեխնոլոգիական լուծումների կիրառման հնարավորությունները ժամանակակից պաշտպանական համակարգերում, Հայաստանի անվտանգային համակարգի արդիականացման ուղիները և քաղաքացիական հասարակության դերը։ 1 ժամ բանախոսը կներկայացնի իր նյութը և այնուհետև կունենանք ևս մինչև 1 ժամ դահլիճի հետ հարց ու պատասխանի հնարավորություն։ Խնդրեմ, պարոն Պողոսյան։ Շնորհակալություն բարձունքին նախաձեռնության համար և հրավերի համար։ Այսօրվա իմ զեկույցը ավելի շատ կենտրոնանալու է տարածքային պաշտպանության վրա։ Մենք ՀՊԱ-ից շատ ենք խոսել, բայց խոսալու ենք տարածքային պաշտպանության համակարգի և ուժերի մասին հենց ՀՊԱ-ի ներքո, ՀՊԱ-ի կառուցվածքում, ՀՊԱ-ի գործառույթների ու ոլորտների ներքո։ Եվ այսպիսով առաջի մասում իմ զեկույցի ես կներկայացնեմ ՀՊԱ-ը և ՀՊԱ-ում ուղղահայացով, այսինքն վերևից ներքև, մինչև տարածքային պաշտպանության համակարգը և տարածքային պաշտպանության առանձնահատկությունները կոնկրետ արդեն Հայաստանի համար։ Սկսենք։ Ուրեմն համապարփակ պաշտպանություն, համապարփակ անվտանգության և պաշտպանության և անվտանգության համակարգ, որը որ Հայաստանում պետք է ներդրվի, դրա մասին արդեն տարբեր պետական նաև կառույցներ հայտարարել են և գործընթաց է գնում ռազմավարական մակարդակում արդեն խնդիրը դնելու։ ՀՊԱ-ի հիմնական խնդիրը դա հետևյալն է, որ 21-րդ դարում այս անվտանգության միջավայրի փոփոխությունների հետ կապված արդեն պետությունները որպես այդպիսին իրանց պետական ուժային կառույցներով չեն կարողանում ապահովել պետության անվտանգությունը եւ իրանց հիմնական ֆունկցիաներից մեկը անվտանգության ապահովումը երկրի մնում է բաց ու չկայացած։ Այդ իմաստով բազմաթիվ ուսումնասիրություններ են արվել 2020 թվականի պատերազմից հետո հիմնականում ու որպես լուծում ընդգծվել է ու դա այս պահին միակն է եւ այլընտրանք չունի համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի ներդրումը։ Այդ ուղղությամբ գնացել են տարբեր երկրներ եւ ունեն իրանց արդեն որոշները ունեն բավականին դուրս կայացած համակարգ, որոշները նոր են վերցրել այդ համակարգը եւ ներդրումային փուլում են, այսպես ասենք։ Այսպեսով այդ լուծման շուրջ եւ այդ լուծման ներքո է հենց համակարգը տարածքային պաշտպանության լինելու։ Եթե խոսենք թե ինչ է ՀՊԱ-ը, ՀՊԱ-ը փաստորեն մենք վերցնում ենք պետության ամբողջ հզորությունն է, ամբողջ հզորության տարրերը, միացնում ենք դա երկրի եւ հասարակական ամբողջ ներուժին եւ այդ միասնության դեպքում, երբ որ բոլորը իրանց դերը ունեն պաշտպանության գործում, նոր երկիրը կարող է այդ մարտահրավերներին ու թշնամու ագրեսիային դիմակայել։ Այլապես միայն պետական հզորությամբ դա հնարավոր չի իրականացնել։ Այսպիսով սրա ներքո ՀՊԱ-ը երկու սկզբունքի ներքո է գործում, երկու հիմնական սկզբունքներն են, մեկը դիմակայունությունն է։ Դիմակայունությունը դա իրականում գնահատական է որպես այդպիսին, դա քո պատրաստության գնահատականն է երկրի թե պետական հաստատությունների, թե հասարակության, թե ամբողջ ժողովրդի պատրաստության աստիճանն է, ու այն կարողությունն է, որ ձևավորում են դա նաև հոգեբանական իմաստով երկիրը պաշտպանելու պատրաստությունը։ Իսկ մյուս սկզբունքը ՀՊԱ-ի դա դիմադրությունն է, դիմադրությունը դա արդեն ամբողջ երկրի ու ժողովրդի միասնական արձագանքն է հարձակմանը։
Այս երկու սկզբունքի հիման վրա է ու այս երկու սկզբունքը գործում են անընդհատ, այսինքն երբ որ մենք խոսում ենք այս սկզբունքների մասին, դա դառնում է ՀՊԱ-ը ոնց որ համահասարակական եւ համակառավարական դաշինք, որտեղ մոտավորապես պետական ուժային եթե տոկոսային չափ ենք, հա, ամբողջ այդ ներուժը մոտավորապես 5%-ն է, մնացած 95%-ը այդ ժողովրդինն է, այդ հասարակությանն է, հասարակական ինստիտուտներինն է եւ մասնավոր ոլորտի մեջ է եւ այլ։ Եվ այս միասնությունն է, որը որ բերելն է պաշտպանության այդ աստիճանին։ Եվ իսկ գործունեությունը պետք է ասենք, որ համ խաղաղ ժամանակներում մենք խաղաղ ժամանակը այտենց էլ եզրույթը այդքան չենք ուզում օգտագործենք, որտեղ դա պատրաստության ժամանակն է, պատրաստության ժամանակ, ճգնաժամի ժամանակ եւ պատերազմի ժամանակ գործում։ ՀՊԱ ինքը բավականին լայն է ու անվտանգության տարբեր անվտանգության ոլորտներ է վերցնում։ Մենք կենտրոնանալու ենք այն ուղղությամբ, որը տանում է մեզ դեպի տարածքային պաշտպանություն։ ՀՊԱ-ի այդ հենասյուները, որպես այդպեսին որ վերցնենք, այդտեղ երկար ու լայն է, կառավարման ղեկավարման համակարգներն են, ռազմական անվտանգությունն է, ներքին անվտանգությունն է, տնտեսական անվտանգություն, ռազմավարական պաշարներ, զորավարքային պահուստներ եւ այլն, հա, այդպես լայն է ինքը։ Ու այստեղ, եթե խոսում ենք տարածքային պաշտպանության մասին, դա ընկնում է ռազմական անվտանգության ոլորտի ներքո։ Եվ այսպեսով որպես համակարգ ռազմական անվտանգության հենասյունում հանդես է գալի տարածքային պաշտպանությունը։ Իհարկե դա ոնց որ ուղղակիորեն չի, այլ հələ ճանապարհ կանցնելու, որով ես ուզում եմ պրեզենտացիայով անցնել։ Ռազմական անվտանգությունը ինչ է ենթադրում։ Ռազմական անվտանգությունը առաջի հերթին պետական ինքնիշխանության ապահովելու կարողությունն է, զինված ուժերի կառուցվածքի, կարողությունների զարգացումն է, զինվորական պատրաստականությունն է, պայստազորի եւ տարածքային ուժերի ապահովումն է, ու անընդհատ զարգացումը, մշտական պատրաստությունն է համազգային դիմադրության անցման դեպքում, ռազմական արդյունաբերությունն է եւ համագործակցություն մեր գործընկերների հետ ու նաեւ այս ամեն ինչը ոնց որ դառնում է պաշտպանության էկոհամակարգի ստեղծումը ու ուժեղացումը, այսպես ռազմական անվտանգության հենասյան տակ են մտնում։ Երբ որ խոսում ենք ռազմական անվտանգությունից ու խոսում ենք պայստազորից ու տարածքային պաշտպանությունից, այդ ճյուղով է գալի, ու այս ճյուղում պետքա մենք անդրադառնանք այն կառուցվածքին, ռազմական զինված ուժերի կառուցվածքին ու իրանց հրամանատարության կառուցվածքին, որը որ պետքա բավարարի։ Ես ամբողջ ռազմական զինված ուժերի ամբողջ կառուցվածքը ստեղ չեմ ընդգծել եմ այս սխեմայում մենակ այն կտորները, այն հրամանատարությունները, որոնք այսպես կամ այնպես առնչվում են տարածքային պաշտպանության հետ։ Այսպեսով գլխավոր շտաբի տակ միացյալ հրամանատարությունն է, որի ներքո գործում են կանոնավոր զորքերի հրամանատարությունը, հատուկ գործողությունների հրամանատարությունը, պայստազորային ուժերի եւ ՏՊ ուժերի հրամանատարությունը եւ ԱԱԾ եւ ներքին գործերի ուժերի հրամանատարությունները։ Եվ մենք ստեղ ընդգծել ենք պայստազորային ուժերի եւ ՏՊ ուժերի հրամանատարությունը որպես այն հրամանատարություն, որը անմիջական հրամանատարն է տարածքային պաշտպանության ուժերի եւ համակարգի վարողն է։ Բայց այստեղ կա փոխգործակցություն, տարածքային պաշտպանությունը որպես այդպեսին այդ ուժերը փոխգործակցում են տարբեր այլ ուժերի հետ, որոնց հիմնական մասը առնչվում է կանոնավոր զորքերին եւ հատուկ գործողությունների հրամանատարությանը։ Ճգնաժամի ժամանակ կամ ասենք փոքր ընդհարումների ժամանակ նաեւ գործունեություն կա ԱԱԾ-ի եւ ներքին գործերի ուժերի հետ։ Հիմա կենտրոնանանք պայստազորային ուժերի եւ ՏՊ ուժերի հրամանատարության վրա, դրա կառուցվածքը նշենք։ Այսպեսով եթե երևում է, չէ՞, այստեղ համալրման պահեստազոր առաջինը նշած է։ Սա կանոնավոր ներողություն, կանոնավոր զորքերի համալրման պահեստազորն է։ Սա այն պահեստազորն է, որը որ հիմա գործում է Հայաստանում, այսինքն կան զինկոմիսարիատներ, զինկոմիսարիատներում գրանցված են կցագրված պահեստազորի անձնակազմը, ու սա միակ համակարգն է, որը որ գործում է այս պահին Հայաստանում, ու այն ինչ որ իր գործունեությունը ցույց է տվել 2020 թվականին։ Մնացած բոլոր կտորները որպես այդպեսին չկան, բայց ամբողջական պատկերը պահեստազորային ուժերի համակարգը պետքա բավարարի փոխակերպի, հա, հետեւյալ տեսակի։ Ուրեմն մյուս տեսակների մասին, որտեղ նաև գտնվում է տարածքային պաշտպանությունը, պահեստազորային ուժերն են, սրանք կանոնավոր պահեստազորն է կամ անգլերեն եթե ասենք regular reserve force-ն է։ Պահեստազորային այս եթե խոսում ենք առաջի կտորի մասին համալրման պահեստազոր, սա
ինչ են անում փաստորեն, զորահավաքը հայտարարվում, զորահավաքի ընթացքում կցագրված անձնակազմը գալիս է զինկոմիսարիատներ, որտեղից եւ գնում են դեպի ռազմաճակատ եւ իմաստը ինչն է, որ ռազմաճակատում կանոնավոր զորքը պատերազմել է ճակատամարտներում ինչ որ բացեր է ունենում, ուժեղացնել է պետք, համալրել է պետք, այդ գործառույթն է վարում։ Սա այն էր ինչ որ կար։ Իսկ ինչ է նշանակում պայստազորային ուժեր, պայստազորային ուժերի մեջ մենք հասկանում ենք երկու կտոր՝ պայստազորային ստորաբաժանումներ, սրանք գործում են, այսինքն արդեն որպես ստորաբաժանումներ, ոչ թե որպես մարդիկ, այսինքն ոչ թե դրանք մարդիկ են, որոնք որ գրանցված են, կցագրված են եւ իրանց կանչում է զինկոմիսարիատ, այլ իրան գալիս են արդեն ստորաբաժանումներով։ Ու դա նշանակում է նաեւ, որ պատրաստության ժամանակ իրանք պատրաստվում են որպես ստորաբաժանումներ, ներդաշնակման ժամանակ ներդաշնակվում են կանոնավոր ուժերի հետ, վարժանքներ եւ այլն որպես ստորաբաժանումներ ու միշտ իրանք ունեն իրանց ստորաբաժանումը։ Գիտեն ով է իրանց հրամանատարը, այդ գիտեն իրանց զինատեսակները, գիտեն իրանց տարածքները եւ այլն։ Ու այս պայստազորային ուժերի տակ, փաստորեն պայստազորային ստորաբաժանումները դրանք կանոնավոր ուժերին միանալու համար են, այսինքն երբ որ պատերազմը սկսվում է, դրանք դառնում են կանոնավոր ուժերի մաս որպես ուղղակի գործում են ստորաբաժանումներով։ Եվ մյուս կտորը, որը որ կանոնավոր պայստազորային ուժերի մեջ է մտնում, դա տարածքային պաշտպանության ստորաբաժանումներն են։ Այստեղ որպեսի պատկերացումը մի քիչ լավ լինի, այսինքն ըստ գործողությունների իհարկե պետք է լինի կադրային համակարգ, որը սա բաշխում է ու ճիշտ ընտրություն է կատարվում, ովքեր են այն կցագրված անձնակազմը, որը լինելու է տարածքային պաշտպանության ստորաբաժանումներին, ովքեր որ սովորական պայստազորից, ովքեր որ համալրման եւ այլն։ Եվ այստեղ կարանք ասենք, որ հիմնական մեծ բաժանումը, որ արվում է, առաջարկվում է անել ըստ տարիքի, այսինքն երբ որ մինչև 27 տարեկանը, հա, ընդունենք, իհարկե էսի հələ կայացած համակարգ չի, որ մենք վերջնական թվերի մասին խոսանք, բայց մեր առաջարկն է մինչև 27 տարեկանը լինի կանոնավոր զորքերի համալրման պահեստազոր, քանի որ մարդիկ դեռ հիշում են իրենց ծառայությունում եղած իրենց մասնագիտությունը, դեռ լուրջ այլ մասնագիտության, քաղաքացիական մասնագիտություն չեն ձեռք բերել, որը հնարավոր լինի օգտագործել նաև բանակում, ու դեռ ֆիզիկապես ուժեղ են, այնքան որ միանգամից մտնեն համալրման պահեստազոր։ Իսկ դրանից հետո 28 տարեկանից հետո, հա, իրանք արդեն դառնում են պահեստազորային ուժերի մաս։ Ու կամ կընդգրկվեն պահեստազորային ստորաբաժանումներին, որը որ առաջարկում ենք, ասենք 28-ից մինչև 45 տարեկանը լինի, իսկ 45-ից ավել մինչև 65 տարեկան առաջարկում ենք տարածքային պաշտպանության, բայց սա ասեմ, որ համակարգը միայն տարիքային սանդղակով չի շարժվելու, որովհետև կան տարբեր մասնագիտություններ, որոնք որ պետք են անհրաժեշտ են տարբեր տեղ կա ամեն մեկի հիվանդության պատմություն, իր ֆիզիկական իրավիճակի ելնելով եւ այլն, այսինքն հիմնական բաժանումն ենք մենք պատկերացնում որպես տարիքային, բայց մնացածը համակարգը արդեն պետք է ավելի խելացի լինի ու ավելի ճիշտ կազմակերպի։ Մյուս պահեստազորի համակարգի մյուս կտորը մեծ, էլի կարևոր տարրից մեկը դա օպերատիվ պահեստազորն է, այսպես կոչված ակտիվ ռեզերվը։ Սա արագ արձագանքման մշտական պատրաստություն ունեցող համակարգն է, ու ակտիվ ռեզերվը դա մշտական պատրաստության մեջ եղած ստորաբաժանումներ են, որոնք շատ արագ կարան արձագանքեն իրավիճակին եւ առաջինը հասնեն ոնց որ ռազմաճակատ։ Գիտեք ոնց է ստացվում, որ քաղաքացիական կյանքում հնարավոր չի այդքան ժամանակ տարվա մեջ տրամադրել, որպեսզի ամբողջը պահել ոնց որ ակտիվ ռեզերվի տեսակով, ու դրա համար պահեստազորային ստորաբաժանումները, պահեստազորային ուժերը տարբերվում են որպես համակարգ ու ուժեր օպերատիվ պահեստազորից։ Մյուս կտորը, որը որ կա, ավելի ճիշտ որը որ չկա, այլ պետքա լինի, մասնագիտական հատուկ պահեստազորն է։ Այստեղ ուրեմն պատերազմի նոր տիրույթների հետ կապված, պատերազմի 21-րդ դարի պատերազմի հետ կապված, ոնց որ կան նոր տիրույթներ, ու այդ նոր տիրույթները փակելու համար շատ տենց մասնագիտական ուղղվածություն է պետք, այսինքն այդ պահեստազորը, որը ունի այդ մասնագիտությունները, այսինքն կարող է տիրապետել բարդ զինատեսակներին, կամ չգիտեմ, թվային անվտանգություն, տեղեկատվական անվտանգություն, իմացական պատերազմներ, հիբրիդային պատերազմներ վարելու համար սա այդ ստորաբաժանումներն են, որոնք առանձնացվում են։ Եվ վերջին կտորն է, որը որ ռազմավարական պահեստազոր է կոչվում, սա բոլոր մնացածն են։ Սա իրականում երկիրը պատրաստում է իր ամբողջ բնակչությանը այդ
Այսինքն այն վերջի բանն է, երբ որ արդեն գրավել են, դեռև օկուպացրել են, ու դու արդեն էլ բոլորով են սկսում պայքարի մեջ մտնել, բոլորն են դառնում ոնց որ պատերազմի մաս։ Այդ մասում հələ մենք ոնց որ հեռու ենք այդտեղից, այդտեղ հələ անգամ ոնց որ կառուցվածքային իմաստով հələ չենք էլ նկարագրում։ Համենայն դեպս իմ ներկայացման մեջ դա չեմ նկարագրում, բայց դա եւս շատ կարևոր կտոր է ու ռազմավարական պայեստազոր ունենալը, դա նշանակում է ոնց որ մանկապարտեզից մինչև ասենք ինչ հմտություններ, կամք եւ այլն, ինչա պետք, որպեսզի երկիրը ի վերջո այդ անպարտելի վիճակում գա։ Այսպեսով, ինչպես որ նաև գունանշված է, պայեստազորային ուժերի եւ տարածքային պաշտպանության հրամանատարությունը ուղղակիորեն գալիս է կանոնավոր պայեստազորային ուժեր, այս համակարգի մեջ հանդիսանում է առանձին կտոր ենթահամակարգ տարածքային պաշտպանության ստորաբաժանումներ։ Հիմա տարածքային պաշտպանության ստորաբաժանումների մասին արդեն կսկսենք խոսել, այսօրվա հիմնական թեման է։ Ուրեմն, եթե որ խոսացինք ՀՊԱ-ի մասին, հիմա ՀՊԱ-ն հայտարարում այդ բոլոր ոլորտները, ու այստեղ հորիզոնական ուղղությամբ նշված են այն բոլոր հենասյուները, անվտանգային ոլորտները, որոնցով համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգը առաջնորդվում է։ Իսկ տարածքային պաշտպանությունը դա արտապատկերումն է դրա աշխարհագրության վրա, այսինքն այդ գործողությունները, որը որ սահմանված է, այդ գործողությունները աշխարհագրական արդեն տարածքների տեղային տարածքների վրա իրականացնելու հարցն է։ Ոստեղ այս նկարում մենք կարանք տեսնենք, որ ինտենսիվությունը, ասենք, ռազմական անվտանգության մեջ ավելի շատ ինտենսիվություն ունի տարածքային պաշտպանության այս արտապատկերումը, քան թե մյուս ոլորտների վրա, որը ասենք տեղեկատվական եւ թվային անվտանգությունն է կամ տնտեսական անվտանգությունն է եւ այլն։ Եվ այստեղ ի տարբերություն մյուս մարզերի Երևանինը փոխել ենք պատկերը, այստեղ ոչ միայն նույն չափով ռազմական անվտանգությունն է ուժեղ կոնցենտրացված, ասենց ասենք, այլ նաեւ մնացած անվտանգության ուղղությունների ապահովումը։ Տարածքային պաշտպանությունը իրականում գործում է նույն միջազգային հայտնի սկզբունքով, այդ շրջանակով, որը որ կոչվում է, ասենք, կառավարման տրամաբանական շրջանակ, կիրառվում է նաև արտակարգ իրավիճակներում եւ այլն, դա այս փուլն է, շրջափուլն է, կանխարգելում, հետևանքների մեղմացում, պատրաստություն, արձագանք, վերականգնում, այդ փուլով է շարժվում։ Եթե խոսանք գործառույթների մասին, տարածքային պաշտպանությունը ինչ է, ինչ ֆունկցիա է կատարում, ու այստեղ գործառույթները փաստորեն բաժանվում են էլի 3 փուլի, ժամանակագրական կամ իրավիճակային փուլերի։ Առաջինը դա պատրաստությունն է, ինչա նշանակում տարածքային պաշտպանությունը պետք է պատրաստվի, քանի որ ինքը խիստ կապված է աշխարհագրության հետ, աշխարհագրական որևէ տարածքի հետ, առաջի հերթին դա տեղանքի ուսումնասիրությունն է եւ քարտեզագրումն է։ Այսինքն այն ստորաբաժանումները, ասենց ասենք, այն միավորը, որը որ տարածքային պաշտպանության միավորն է կոնկրետ համայնքում կամ մարզում, պետք է ամբողջը ուսումնասիրած լինի, ամբողջը գծագրած լինի, բոլոր ռեսուրսները այնտեղ կլինի, ինժեներային ռեսուրսներ, կլինի պաշտպանական գծեր, կլինի բարձունքներ, կլինի կենսական նշանակության, ասենք, աղբյուրներ, ասենք, ջուրն է, ճանապարհներն է, չգիտեմ, անտառն է, անտառի կածաններն է եւ այլն, այսինքն ամբողջը պետք է քարտեզագրված լինի։ Դա է հենց առավելությունը, որ իրանք գործելու են այդտեղ։ Ընդհանրապես այստեղ ես նշել եմ, որ մետրը հավասար չի մետր քառակուսու, էսխի sense նշված, որովհետև տարածքային պաշտպանությունը մեր պետական հաստատություններում էլ որ կառույցների հետ խոսում ենք, տարածքային պաշտպանությունը չի ընկալվում որպես տարածքի պաշտպանություն։ Իրանք միշտ դա պատկերացնում են որպես խմբեր, որոնք որ գնալու են, միանալու են կանոնավոր զորքին ու անելու են այն գործը, որը որ սովորաբար արվում է կանոնավոր բանակում, այսինքն ռազմաճակատ, բնագծերի պահպանում եւ այլն։ Այստեղ ոչ թե գծամետր է պահում տարածքային պաշտպանությունը, այլ քառակուսի մետր։ Այստեղ այդ քառակուսի մետրը, որ պատկերացնում ենք ու գծամետրն ենք պատկերացնում, սկսում է ամբողջ գործառույթների մակարդակը փոխվում է։ Դու ինչ ես անում տարածքում եւ ինչ ես անում բնագծում, ու դրա համար գործառույթները շատ են տարբերվում նրանից, ինչը որ կոնվենցիոնալ կանոնավոր բանակի գործառույթներն են։ Այսպեսով առաջինը տեղանքի ուսումնասիրում եւ քարտեզագրումներ։ Դա երկրորդը տարածքի պատրաստությունն է։ Դա նշանակում է այդ համայնքների տարածքի կրակակետերի պատրաստումը, ինժեներական աշխատանքները, որոնք որ պետք է արվեն նախապես, ռեսուրսների պահեստավորումը, որովհետեւ տարածքային պաշտպանության գործառույթների մեջ մտնում է
ոչ կանոնավոր մեթոդներով մենք դրա մասին կխոսանք, ոչ կանոնավոր մեթոդներով պատերազմի վարում, որը ենթադրում է, որ դու նախապես պետք է ինչ-որ պահուստներ պահածել ես կոնկրետ տեղերում, որպեսզի քո գործողությունները հետո անելուց, որտեղ դու թեթև ես, դու ծանր ռազմատեխնիկա չունես, սովորաբար պահեստազորային զորքերը ծանր ռազմատեխնիկա չունեն, տարածքային պաշտպանության զորքերը եւս չեն ունենալու, այսինքն իրանք իրենց մեթոդներ ունեն գործելու, այդ գործելու մեթոդներին, որ մենք առանձին ներկայացնեմ, ավելի པարզ կլինի։ Փաստորեն կա տեղ ռեսուրսների պահեստավորում նախնական։ ՏՊ կառավարման համակարգի զարգացում։ Իհարկե տարածքային պաշտպանության կառավարման համակարգը պետք է ոնց որ պետքա կանոնավոր բանակին եւ դա ընդհանուր կառավարման համակարգն է, որը գործում է թե պատրաստության ժամանակ, թե ճգնաժամերի ժամանակ, թե պատերազմի ժամանակ, ուրեմն համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի ներքո դա միասնական մեկ համակարգ է, կառավարման համակարգը։ Դու կրակի կառավարման համակարգը եւ թիմերի կառավարման համակարգը դա նույնն է։ Այսինքն ոչ մեկ ժամանակ չունի անցնել մեկ ռեժիմից, մեկ գործիքակազմից, մեկ ուրիշ գործիքակազմին, երբ որ ճգնաժամը սկսում է կամ պատերազմը սկսում է։ Թե խաղ ժամանակ, թե պատերազմի ժամանակ դու նույն գործիքակազմով պետք է գործես ու սովորելնես ու վարժանքները տանցկացրած լնես, ոնց որ այդ գործիքակազմի դեպքում համար եւ այդտեղ պետք է այդ կառավարման համակարգը գործի։ Դա նաեւ այդ օղակներն են, որոնք են հանգույցներն են, որոնք կառավարելու են տարածքային պաշտպանությունը, այս դեպքում շտաբերը եւ իրանց հետ փոխկապակցված, ասենք, ուժային այլ կառույցները։ Կենսական ենթակառուցվածքների ապահովում ինչպես է իրականացնելու եւ հասարակության պատրաստություն ու անընդհատ վարժանքներ։ Ճգնաժամային դրության ժամանակ տարածքային պաշտպանության գործառույթները դա արագ արձագանքումն է, քանի դեռ այն մեծ ուժերը, ստրուկտուրաները պետական մինչև որ կհասցնեն ինչ-որ մի բան անել, երբ որ աղետ է տեղի ունեցել, առաջինը ոնց որ տարածքը ճանաչողները, այդ տարածքում եղող բնակիչները, որոնք նաեւ մեծամասամբ կազմում են այդ տարածքային պաշտպանության ստորաբաժանումը, իրանք են առաջի արձագանքը տալու իրանց շտաբով։ Քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովում կա տեղ, հասարակական կարգի պահպանում, փրկարարավորողական միջոցառումների իրականացում եւ աջակցություն այլ ուժային կառույցներին, երբ որ արդեն ամբողջ համակարգը մտնի գործի մեջ։ Եվ ամենակարևորը որ պատերազմական իրադրության ժամանակ ինչ անում տարածքային պաշտպանությունը, համակարգը եւ ուժերը։ Դա տեղային պաշտպանության կազմակերպումն է, այսինքն տեղում այդ համայնքի արդեն պաշտպանության իրականացումն է, թիկունքի պաշտպանությունն է եւ ապահովագրումն է։ Կրակային աջակցությունը դա տալիս է արդեն կանոնավոր ոնց որ ուժերին, այսինքն սկսվում է իսկական պաշտպանությունը, գործողությունները, որոնց մեջ մտնում է նաեւ կրակային պատրաստությունը։ Թշնամու գործողությունների խաթարում եւ առաջխաղացման դանդաղեցում ստանդարտ դասական ոնց որ գործառույթներից է տարածքային պաշտպանությունը, այսինքն ինքը խաթարում է թշնամու պլանները, դանդաղացնում է իր առաջխաղացումը, ինքը ռազմաճակատ չի պահում, ինքը չի գնում գրավում ինչ-որ նոր տարածքներ եւ այլն, հակահարված եւ այլն, ինքը գործում է իրեգուլյար կանոններով, այսինքն պարականոն գործողությունն է, ըստ իրա, եւ դա ուղղված է գործողությունների խաթարմանը ու առաջխաղացման դանդաղեցմանը։ Մյուս կարևոր կտորը այդ հակադիվերսիոն, հակասաբոտաժային եւ հակահետախուզական գործողություններն են, այսինքն դիվերսիոն խումբը մտե տարածք, տարածքային պաշտպանությունը գործառույթներ իրականացնում, այդ դեպքում ասենք ԱԱՑ-ի հետ կլինի։ Ներքին սաբոտաժները, որոնք որ էլի եղել են, ու դա եւս պետք է պաշտպանվում են նաեւ օբյեկտները, կարևոր օբյեկտները, կենսական նշանակության ծառայությունների շարունակականությունն են ապահովում այդ ընթացքում, այդ տարածքի մասին է, մենք խոսում ենք մետր քառակուսու մասին, հա, ոնց որ այդ տարածքում ինչ պետք է անեն։ Ռազմավարական ենթակառուցվածքների պաշտպանություն, բնակչության անվտանգության ու կենսունակության ապահովում եւ դիմադրության գործողություններ գրաված տարածքներում այստեղ էլի շատ կարևոր կտոր է ինչա նշանակում գրաված տարածքներ մեր համար, հա, ու ինչով է տարբերվում, մենք Հայաստանում առանձնահատկություններ կա, որին մենք կանդրադառնանք վերջի կտորում էս ներկայացման, ինչ առանձնահատկություններ կա գրաված տարածքների համար։ Այսպեսով նաև կարևոր է հասկանալ, որ ՏՊ-ն ոչ թե տարածքային պաշտպանության այդ ուժերն են, այսինքն զորամիավորումներն են, այլ նաև համակարգն է։ Այսինքն պահեստազորային համակարգի մեջ ենթահամակարգը տարածքային պաշտպանության համակարգը։ Ու համակարգի գործառույթները
առանձին նշել եմ, կառուցում է փաստորեն տարածքային պաշտպանության ուժերը, պատրաստությունն է ուղղորդում, տարածքային պաշտպանության ուժերի գործողությունների ապահովում անում, զինված ուժերի հետ փոխգործակցության կազմակերպում, թիմերի հետ փոխգործակցության կազմակերպում, ապահովում է պետության եւ հասարակության համագործակցությունը։ Իմիջիայլոց տարածքային պաշտպանության զորքերն են, որոնք որ տեղում աշխատում, տեղում վարժանքներ, պատրաստության փուլում արդեն ներգրավելով նաև այդտեղ ժողովրդին ու ճանաչելով այդ ժողովրդին, չէ, իրանք բոլորին գիտեն արդեն, ոնց որ պատկերացրեք 5 տարի է ինքը այդտեղ գործում է տարածքային պաշտպանությունը։ Բոլորին ճանաչում է ու բոլորի հետ կարողանում է խոսել նաև, այսինքն հասարակություն պետություն հետ կապնել պահողը իրականում ինքն է, կամային հատկանիշները պահող, հոգեբանական աշխատանքը տանող եւ այլն, ու այդ տարածքում գործող թե ՀԿ-ների հետ կլինի, թե ռազմամարզականների հետ կլինի, չէ, այդ սաղ առնչությունը, որը որ կա ժողովրդի հետ առաջի հերթին ինքն է պահում։ Համակարգը ունի գործիքներ, ու այդ գործիքներին էլ եմ անդրադարձել, կառավարման ուղակներ եւ հանգույցներ, դա շտաբերն է ու շտաբի ոնց որ հրամանատարական շղթան է, որը որ պատրաստության եւ ուսուցման ենթակառուցվածքներն են, պաշարների մատակարարման շղթաներն են, տեղեկատվական հոգեբանական պայքարի միջոցներն են։ Այստեղ կարևոր է ուղղակի հիշել, որ դա միայն ուժեր չեն, սա համակարգված է ու տարբեր երկրների փորձը, մասնավորապես եթե նայենք Ուկրաինայի փորձը, երբ որ իրանք սկսեցին, մինչև ավարտի չհասցրեցին, հա, ասենք համակարգը հələ տարածքային պաշտպանության չկայացած պատերազմը սկսեց ու պատերազմի ընթացքում մնացած հարցերը կամ կայացավ, կամ որոշ բաներ չկայացավ, նայած որ տարածքներում, եւ կարեւոր է որ համակարգը կայանա նախապես, ու այսինքն այսօր է պետք սկսել։ Ու եթե մենք նայում ենք վերտիկալը, ինչքան շատ գործեր կա անելու, չէ, ասենք այդ հրամանատարությունների ստեղծում, հրամանատարության ներքո ուժերի ստեղծում, պայստազորային այդ ամբողջ համակարգի ստեղծումը եւ դրա մեջ նոր տարածքային պաշտպանության համակարգի կայացումը, բայց սա հաջորդական արվող գործ չի, սա զուգահեռ արվող գործ է, պետք է բոլոր աշխատանքները միասին սկսել։ Հիմա անցնենք տարածքային պաշտպանության ոնց են պատերազմելու իրանք, ինչ է նշանակում տարածքային պաշտպանությունը, պաշտպանության ստորաբաժանումները պատերազմում են։ Այդտեղ առաջի հերթին դա պարականոն կերպն է, այսինքն այն irregular methodology-ն ասում, հա, այսինքն ոչ կանոնավոր ձևով ես դու պատերազմում։ Դու քանի որ մեծ ուժ չես ներկայացնում քեզանից ու դու քո գործը ճակատը չի պահել, բայց դու անընդհատ փոքր խմբերով անընդհատ անում ես գործողություններ, հա, ու այդտեղ տեմպը պահելը եւ այլն։ Ոստեղ քանի որ նման կերպով ու նման մեթոդոլոգիայով աշխատող զորքեր որպես այդպեսին, որպեսի դու այդ ձև պատրաստվես ու այդ ձև տանես, այստեղ գալիս է հատուկ գործողությունների հրամանատարությունը, որով մենք վերևում նշեցինք, չգիտեմ, եթե կարժի բարձրանալ մի պահ վերև, այն ինչի հետ որ մենք ասացինք առնչություն ենք ունենալու, մի հատ էլ վերև, հատուկ գործողությունների հրամանատարությունը։ Սա դեռ առանձին կայացած չի, բայց այդ մասնագետները իրականում կան, սա այն հատուկ սպեցնազ կոչեցյալն է ու հետախուզության ինչ որ մի մասն է եւ այլն, որը որ պետք է կազմի հատուկ գործողությունների հրամանատարությունը։ Ու մեր հիմնական աշխատանքը տարածքային պաշտպանության միավորների մեթոդոլոգիայի առումով, թե ինչպես են պատերազմելու, կապված է լինելու հենց հատուկ գործողությունների մեթոդների հետ։ Ու դրա համար վերադառնում ենք Այստեղ շատ կարևոր է ովքեր են կազմում այդ ստորաբաժանումները։ Դրա համար հատուկ գործողությունների ուժերի վետերանները, ովքեր որ արդեն 45 անց են, հա, պայեստազոր են արդեն այդպես, հենց ներգրավում են տարածքային պաշտպանության մեջ, որ ու հատուկ գործողությունների հրամանատարության ուժերի ներքո կա հատուկ գործառույթ, ոնց որ ասենք ՆԱՏՕ-ում Command A-ը կոչվում, որ իրանք կարողանում են տեղում պատրաստել տարածքային պաշտպանության ջոկատներին գործել իրեգուլար պատերազմի մեթոդներով, հա, փոքր խմբերով ոնց իրականացնել այդ խաթարումը, դանդաղեցումը եւ այլն։ Այսինքն մեծ գործ կա անելու ու պատերազմի վարելու միջոցները իրանք նման չեն կանոնավոր պատերազմի վարման միջոցներին։ Վետերանների մասնակցությունը փաստորեն ներգրավումը տեղ մեծ օգուտ կունենա եւ նաեւ պատրաստության մեջ հատուկ գործողությունների հրամանատարությունը պետք է տարածքային պաշտպանության պատրաստությամբ զբաղվի, որպեսզի այդ մեթոդոլոգիայով իրանք կարողանան մարտը վարել։ Զինատեսակները, պաուսները եւ տարածքային պատրաստությունը, ոնց որ տարածքի պատրաստությունը, նախորդ պատրաստել տարածքը պատերազմի, այն ինչ որ հիմա ներքևից վերև շատ գործողություններ գիտեն կարվում է ռազմամարզական ընկերությունների կողմից, տարբեր ՀԿ-ների կողմից,
պետք է այդ ոնց որ դառնա արդեն վերևից ներքև կպնի իրար ու այդ գործողությունները համակարգված արվի, տարածքի պաշտպանությունը պատրաստվի, այսպես ասած, ոչ թե սպասենք մինչև պատերազմը գան, որ սկսենք ինչ-որ կրակակետեր պատրաստել։ Այսպես եւ զինատեսակները էլի թեթև զինատեսակները, որ ասում ենք, այսինքն լուրջ սպառազինություն չեն ունենալու, նշանակում է պետք է արդեն համակարգային ձևով հասկանալ, որն է այն զինատեսակները, որը օգտագործելու են կրակակետերում, որ զինատեսակներով են իրանք փոքր խմբերով գործողություններ անելու, որտեղ է պահուստները են, որոնք որից իրանք օգտվելու են տեղում պահված պաշարները, որոնցից իրանք օգտվելու են ու այդ գործողությունները անելու են, դա ամբողջը նախապես է որոշվում։ Սա փաստորեն գալիս է այսպես էլի, եթե մենք տարածքային պաշտպանությունը անգամ պատկերացնենք այդ ձև գործող, չէ, դա փաստորեն գալիս է պարականոն գործողությունների բնույթ եւ համակարգ, այդ երկուսի միասնությունն է, այսինքն կա համակարգը, որը որ ստեղծված է, ու կա ուժերը, որոնք գործում են այդ համակարգի ներքո։ Ուրեմն տարածքային պաշտպանությունը նաեւ ասում ենք, որ ռազմական վիճակած չի պահում, բայց կրակային ապահովում իրականացնում է, տարածքների պաշտպանություն իրականացնում է, ինքը փոխգործակցություն ունի կանոնավոր զորքերի հետ իհարկե եւ ներդաշնակում պետք է անցկացնել փոխգործակցությունը կանոնավոր ուժերի հետ, ասում ինչ անում, ապահովում է եւ ապահովագրում է թիկունքի ապահովումն անում առաջնագծի, չէ՞, ապահովագրում, այսինքն անցակետերի պաշտպանություն կլինի, չէ՞, անցակետեր են տեղադրում, պաշտպանություն են անում, կարևորագույն օբյեկտները պահում են, շարաշուներ են ուղեկցում եւ այլն։ Բայց նաեւ այդ կրակային եւ տարբեր գործողություններ անելուց, քանի որ սպառազինություն որպես այդպեսին ցաներ չունի, ինքը աջակցություն է սպասում կանոնավոր բանակից։ Կանոնավոր բանակի հետ համագործակցությունը նաեւ այդ հակառակ կողմը ունի, որ երբ որ պետք է արտիլերիայի ուժը հրետանին աշխատի, ինքը այդ ուժը խնդրում է կանոնավոր բանակից, որտեղ ինքը չունի այդ ուժերը։ Եվ վերջինը դա փոխգործակցությունն է ՆԳՆ-ի եւ ԱԱՑ-ի հետ, ԱԻՆ-ի հետ նաեւ, ՆԳՆ, որ ասում ենք, նկատենք աղետների դեպքում եւ տարբեր, ասենք, դիվերսիոն գործողությունների դեպքում սահմանապահ զորքերի հետ առնչվում, որտեղ երբ որ մտնում են տարածք, արդեն տարածքի խնդիրն է, երբ որ հատում են, չէ, սահմանը արդեն էլ նորից գալիս է տարածքի խնդիրը ու տարածքում գործողություններ անելու խնդիրը։ Հիմա այս ոնց որ դասական էր տարածքային պաշտպանությունը ինչա ոնց է կառուցված ու ինչ համակարգի ներքո է, սա ոնց որ ավանդական է այն երկրներում, որոնք դա կայացրել են, իսկ խոսել նաև պետքա Հայաստանում եղած առանձնահատկությունների հետ։ Ուրեմն ավանդական առանձնահատկությունները Հայաստանի հետ կապված դա լեռնային տարածքն է, իրարից կտրված բնակչությունն է, բնակչության դեմոգրաֆիկ վիճակն է, այսինքն ժողովրդավարական մասսապրօրթագրությունը պետք է ուսումնասիրվի, ինչքանն են կցագրված, ինչքանը չէ, կանայք, երեխաները, տղամարդկանց տարիքային բաժանումը ոնցն է եւ այլն, այսինքն այդ ամբողջը պետք է ուսումնասիրվի, որ համակարգի համար որպես մուտք հանդիսանա։ Հանրային գիտակցությունը, պատրաստակամությունը, հոգեբանական պատրաստությունը եւ այլն դրանք եւս էլի գործոններ են, որոնք որ համակարգը ստեղծելիս ու զարգացնելիս պետք է հաշվի առնել։ Մյուս հետաքրքիր առանձնահատկությունը Հայաստանի է, որ Հայաստանի դեպքում մեր առանձնահատկություն ունի մեր թշնամին, այս դեպքում, հա, մենք գոյութենական պատերազմի մեջ ենք, այստեղ չես պատկերացնում, որ եկան օկուպացրեցին ինչ-որ քաղաքներ, քաղաքում ապրում է, շարունակում է ապրել բնակչությունը, ասենք ռուսները գրավել են ինչ-որ ուկրաինական քաղաք, ենթադրենք ոչ թե ջնջելով են գրավել, այլ ուղղակի գրավել են, բնակչությունը այդ տարածքներում շարունակում է ապրել։ Հիմադրությունը այդ տարածքներում կա, իրան գործողություններ անում են, բայց բնակչությունը շարունակում է ապրել։ Հայաստանի դեպքում այդ տարածքները, որոնք որ գրավելու են, այնտեղ անհնար ալնելու ապրելը, որտեղ քանի որ գոյութենական է պատերազմը, իրանք ջնջելու են, կամ արտաքսելու են, կամ ջնջեն, չէ՞։ Այդտեղ պետք է հասկանալ տարածքային պաշտպանության գործողությունները գրավելուց հետո, այսինքն մենք այդ գրավելուց հետո փուլի մասին ենք խոսում, մինչև գրավելը բարձական են ավանդական գործառույթները, բայց առանձնահատկություն կա գրավելուց հետո ոնց է տարածքային պաշտպանությունը գործում։ Այսինքն տարհանում ենք բոլոր երեխաներին, կանանց, հա, ու ծերերին, բայց տարածքային պաշտպանությունը մնացած բոլորի հետ շարունակում է գործել գրաված տարածքներում, պարականոն մեթոդներով, ինչպես եւ այլն, այդ սաղ պետքա, այդ ամբողջը պետքա համակարգի մեջ ներդրվի, վարրանքների մեջ արվի ու իրականում դա նաեւ
ոնց որ առաջնային որոշումը, որ պետք է կայացվի Հայաստանում տարածքային պաշտպանությունը, պետք է պատերազմի գրաված տարածքներում։ Անք պետք է տարհանումը լինի, այս տարհանման ֆունկցիայի ոնց որ կշիռը բարձրացվում է, քանի որ գոյութենական պատերազմը, դու պետք է այդ կշիռը բարձրացնես, չես կարա, ասես լավ էսպայն թող օկուպացնեն, բնակչությունը մի ձև կդիմանա, մինչև մենք այդ գրավման, ասենք, գործողությունը կանենք, այստեղ դա էլ չի գործում։ Բայց մյուս կողմից պետք է, ասենք, որտեվ ինչը կորցրիր, հա, պետք է հասկանալ տարածքային պաշտպանությունը ոնց է գործելու արդեն գրաված տարածքներում, դու չես ուզում դա կորցնես։ Արդեն թեկուզ առանց բնակչության լինի, բայց գործողությունները պետք է շարունակվեն։ Այստեղ այդ կարևոր առանձնահատկությունն է ինձ թվում, որ ավանդականից տարբերվում է։ Ես իրական ավարտեցի իմ ելույթը ու փաստորեն մենք խոսացինք ՀՊԱ համակարգի մասին, ՀՊԱ համակարգի ոլորտները, անվտանգության ոլորտների մասին, ռազմական անվտանգությունը առանձնացրեցինք, որտեղ տեղ է գտնվում պահեստազորային ուժերը եւ տարածքային պաշտպանության համակարգը, տարածքային պաշտպանության գործառույթների մասին խոսեցինք եւ նշեցինք Հայաստանի առանձնահատկությունները։ Ես այդտեղ ավարտեմ, շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ, շատ բովանդակալից ներկայացում էր։ Ես մի քանի հարց իմ մոտ արձանագրել եմ եւ այնուհետեւ նաեւ դալիճին հնարավորություն կտանք հարցեր տալու։ Կուզեի մի քիչ ներկայացնեք ձեր փորձով կիսվեք, որովհետեւ ես գիտեմ, որ դուք բացի մշակումից նաեւ փորձարկումներ եք արել ռեալ կյանքում եւ զորավարություններ եւ արժանքներ, մի քիչ դրա մասին խոսեք, կիսվեք։ Շատ լավ։ Ես կխնդրեմ բացեք պահեստազորի համակարգը եւ տարածքային պաշտպանության համակարգի մեծ կտորը, որտեղ մեր գործողությունները ինչ որ ձեւով ուզում եմ այն ինչ որ արել ենք արտապատկերեմ այս կտորի վրա։ Ուրեմն երբ որ 2020 թվի պատերազմներ, հա, գումարտակը գործեց ոչ թե որպես համալրման, այսինքն կանոնավոր զորքի համալրման պահեստազոր, այլ որպես կանոնավոր պահեստազորի ստորաբաժանում։ Մենք գնացինք պատերազմ որպես առանձին ստորաբաժանում, առանձնակի գումարտակ։ Դա մտնում է ես նշել, ասես ցույց տամ, պահեստազորային ուժերի մեջ պահեստազորային ստորաբաժանում էր։ Եզակի էր, մի քանիսն էին ընդամենը, այսինքն որպես այդպեսին պահեստազորային ստորաբաժանումներով չեն գնացել պատերազմ, գնացել են որպես համալրման պահեստազոր։ Կան եղել են նաև փոքր ջոկատներ, որոնք որ այդքան համակարգված չի եղել։ Եվ դա տարածքային պաշտպանություն չէր։ Դրանից հետո, եթե մենք հաշվի առնենք ջերմուկի դեպքերը, երբ որ մենք գումարտակով գնացինք ջերմուկի պաշտպանությանը, ներխուժումից հետո այնտեղ կար կոմպոնենտ տարածքային պաշտպանության, որտեղ մենք ամբողջ տարածք վերցրեցինք վերահսկողության տակ, այսինքն մենք վերահսկողության տակ ասելով վերցրեցինք, ասենք, հետախուզումը, իրազեկումը ամբողջ տարածքներ, նաև քաղաքներ, ոչ միայն առաջնագծերներ։ Այդտեղ շտաբը շատ կարևոր էր կառավարման կենտրոնը, կառավարման կենտրոնի գործիքակազմը, ոնց է դու տեխնոլոգիական նոր միջոցներով եւ անընդհատ հետախուզումը, օդային հետախուզությունը ապահովելով, նաեւ տեխնոլոգիական միջոցներով հետախուզումը անընդհատ, հա, 27-24 ժամ ապահովելով իրավիճակի իրազեկումը, նաեւ առաջնագծի շարժերը, ոնց է նայեմ, այստեղ առաջի ոնց որ կտորը, որը որ մենք ապացուցեցինք, որ դա էֆեկտիվ աշխատում է, դա երևի վերաբերվում է այդ շտաբային աշխատանքին։ Ոնց է այդ ամեն ինչը կազմակերպվում, այսինքն ոչ թե ստորաբաժանումը գնում է ու սպասում է վերևից հրահանգների, թե ինչ անի, այլ ինքն է վերցնում իրավիճակային իրազեկումը ամբողջական ունենալով ու ավելի լավ մի քանի օրում ավելի լավ իրավիճակային իրազեկման ես հասնում, քան թե այն ինչ որ կա ավելի վերին օղակներում, եւ մյուս կողմից բնակչության հետ աշխատանքն է շատ հետաքրքիր։ Բնակչության հետ անընդհատ աշխատանքի մեջ ես, հոգեբանական աշխատանքը, այնտեղ կա որ լինում է որ տեղեկատվական պայքարն է գնում, չէ, ասենք ինչ որ ապակա տեղեկատվություններ են, դու ոնց ես հարթում դա, հա, որ ինչ գործընթացներով ես անում, ովքեր են այն մարդիկ քո մոտ, որոնք որ նշանակված են ժողովրդի հետ խոսալու համար, բնակչության հետ շփվելու համար, բնակչության պայքարը ուժեղացնելու համար, որտեղ ջերմուկում նաև կային ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք որ իրանց նախաձեռնությամբ, ասենք, փորձում էին գրավել են իրանց դիրքերը, ասենց ասենք, պաշտպանական իրանց ձևով էր։ Այստեղ երևի այդտեղ առաջի փորձն էր ջերմուկում, որտեղ մենք հասկացանք ինչ է նշանակում տարածքի պաշտպանություն, հա, այդտեղ նաև
նայում ես ինչ գործարաններ կան, ինչ ենթակառուցվածքներ կան, ինչն է աշխատում, ինչը չէ, կապի այս ինչ օղակները աշխատում են, բայց այս մի աշտարակին ենթադրենք, որ խփեցին, դու էլ կապ չես ունենա, ապա որն ալնելու քո կապը, ու սկսում ես երկրորդական կապի միջոցների վրա աշխատել, ոնց անես որ կապը չկտրվի եւ ուժեղացնում ես անընդհատ այդ ենթակառուցվածքները ու ծառայությունները են կենսական նշանակության ծառայություն։ Այդպես իսկ ընդհանուր դեպքում պայեստազորի վերաբերյալ պայեստազորայինների վերաբերյալ մենք մի քանի ոնց որ կարծրատիպեր ենք կոտրել այս 3-4 տարվա ընթացքում, հա, որովհետեւ մեր պետական հաստատությունները մասնավորապես պաշտպանության նախարարությունը իրանց կարծիքը պայեստազորի մասին շատ տարբերվում էր նրանից, թե ինչ մենք ցույց տվեցինք ու առաջի հետաքրքիր կտորներն էր, որ իրանք ասին ժողովուրդը պատրաստ չի որպես ստորաբաժանումներով հանդես գալ, մենք իրանք սովորեն զինկոմիսարիատից ուղակի պավեսկան տվեցին, քաղաքացին եկավ, նստեց այս ավտոբուս, գնաց այս ինչ ռազմաճակատ, այս ինչ հրամանատարության տակ կամ էլ հրամանատարությունը չէր ելնում որոշ դեպքերում։ Ու իսկ երբ որ պայեստազորով ես հանդես գալի, այդտեղ կար փաստորեն թերհավատություն, որ իրանք պայեստազորով հանդես չէին գա, իրանք չէին կարող պայեստազոր ստորաբաժանում կազմեին։ Մենք ցույց տվեցինք 2022-ին, մենք ասելով փաստորեն ռազմամարզականները եւ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները իրար հետ արեցին այդ հավաքը, ինձ որ կամավոր արեցին հավաք ու ցույց տվեցին ոնց է ժողովուրդը հավաքվում, գիտակցելով հավաքվում, ստեղծում ստորաբաժանում, այդ ստորաբաժանում դնում կառավարման այն համակարգը, որը որ դեռ տեղադրված չի, բայց բավարարում է նման ստորաբաժանման կառավարելու համար։ Ու այդտեղ ոնց որ առաջի կոտրվեց այդ կարծրատիպը, որ ժողովուրդը պատրաստ չի, մեր գիտակցությունը պատրաստ չեն եւ այլն, հասարակական կազմակերպությունները դրա շուրջ չեն հավաքվի եւ այլն, դա կոտրվեց։ Երկրորդը հետեւյալն էր, որ ասում էին լավ, դուք բերում եք այդ կառավարման համակարգ ու ձեր սա գործիքակազմը բարձ տեխնոլոգիական ինչ որ գործիքներ են, անօթաչուներ են, կառավարման համակարգերը ամբողջը թվայնացված է, կապը թվայնացված է եւ այլն։ Բա մեր պայեստազորը ոնց է դա դրանից օգտվելու չի կարողանալու, դուք չեն կարող մենք պատրաստ ենք նման ստորաբաժանումներ 2023-ի մայիս ամսին մենք ցույց տվեցինք, որ ասենք տվեք մեզ այն պայեստազորը, որ դուք 25 օրվա ոնց որ հավաքում եք, ու մենք կգանք կընտրենք այդտեղից մարդիկ, որոնք որ կսովորացնենք հենց 25 օրվա այդ առաջի 10 օրվա ընթացքում։ Ու դա իրականացավ այնքան լավ, որ դրանից հետո երբ որ իրան գնացին արդեն սահմանապահությունը իրականացնելու հաջորդ 14 օրը այդ 25 օրը տենց հաճե բաժանված երազանց իրականացրեցին, օգտագործեցին, անգամ ռազմական իրավիճակ եղավ, փոքր ճակատամարտ եղավ, տեղել օգտագործեցին այդ միջոցները ու այդ ընթացքում, երբ որ իրանք պահում էին տարածքը, իրավիճակային իրազեկումը շատ ավելի լավ մակարդակի էր հասել, քան թե մինչև այդ կար այդ տարածքում։ Եվ այդտեղ կոտրվեց այդ մյուս կարծրատիպը, որ մեր բնակչությունը ի վիճակի չի բարդ տեխնոլոգիական լուծումներ օգտագործել կամ կառավարման հմտություններ չունի եւ այլն։ Իհարկե այդպես չի, 350 հոգու մեջ ոնց էլ ինքը գտնես 10 հոգի, որոնք որ կարողանում են դա անել, արկածու ոնց որ ժողովուրդը մեր այդպեսին է։ Եվ երրորդ կարծրատիպը երևի այն էր, որ իրանք ասին, որ գիտեք այդ լավ տեխնոլոգիականն էլ կարան օգտագործեն, պատրաստ են ստորաբաժանումներով գալ, բայց դուք մի հատ եկեք, մի հատ սկզբից մինչև վերջ վերցրեք, տեսեք իրանք ինչքան անկարգ են, ինչքան շատ է, ասենք, խմիչքի օգտագործումը, թմրամիջոցի օգտագործումը, դիսցիպլինա չկա եւ այլն եւ այլն, այսինքն միջավայրային խնդիրը իրանք կապում էին ավելի շատ ժողովրդի հետ, բայց երբ որ մենք վերցեցինք ամբողջական մեր ծրագրով իրանց հետ լրիվ համաձայնությամբ վերևից ներքև տրված հրամանով վերցրեցինք ու մեր ծրագրով իրականացրեցինք, այսինքն միջավայրը երբ որ ամբողջությամբ փոխեցինք, դա այդ ստորաբաժանումը 10 օրվա ընթացքում դարավ մարտական խնդիր կատարող ստորաբաժանում։ Իհարկե դա չես համեմատի կանոնավոր զորքի հետ, բայց որպես պայեստազորի ստորաբաժանում իր խնդիրը լուծել կարողանում էր։ Շատ լավ։ Նաև խոսեցինք մասնավորի ներգրավման մասին։ Ինձ հետաքրքիր է բիզնես ոլորտի մասնավորի ներկայացուցիչների հետաքրքրվածությունը, շահագրգռվածությունը, մասնակցությունն ու գիտեմ, որ ձեր շրջապատի կազմակերպությունները տեխնոլոգիայի ոլորտի որոշ կազմակերպություններ մասնակցում են, բայց ընդհանուր պետության մակարդակով ինչպես եք դա գնահատում եւ
եթե հետաքրքրվածություն չկա, ինչի հետ եք դա կապում։ Նախ այդ հետաքրքրվածությունից երևի սկսեմ, միշտ գալիս է ինչ որ ալիքներ, հա, ոնց որ երբ որ դու բարձրացնում ես մոտիվացիան, գիտակցությունը բարձրացնում ես, աշխատում ես, բոլորը հասկանում են, որտեղ է ճշմարտությունը, բարձրանում է այդ աստիճանի, բայց հետո գործողությունները չի հետևում վերևից ներքև, այսինքն որոշումներ չի կայացվում համակարգային, ու այդ ալիքը նորից իջնում է։ Դա աշխատանք է ուղղակի այդ հետաքրքրվածություն ասելը։ Իսկ բիզնեսի, քանի որ մասնավոր ոլորտից ենք խոսում, մասնավոր ոլորտի հետաքրքրվածությունը ինչ է, իրան անվտանգ միջավայրը իր համար անհրաժեշտություն է նախ բիզնեսը վարելու համար, հա, ու ոչ միայն տեղական բիզնեսներն են, նաև արտասահմանի, հա, միջազգային բիզնեսների մասնաճյուղեր կան այստեղ եւ այլն։ Այսինքն բոլորի համար դա գլխավոր բաներից մեկն է, պայմաններից մեկն է, ինձ պետք է հուսալիություն, շարունակականություն, չէ, անվտանգություն եւ այլն։ Այսինքն պետք է մեծ երկարաժամկետ պլաններ ու եթե վերցնենք որպես արդյունք շահույթ ձեռք բերելու, հա, ոնց որ իրանց պլանների խաթարում չլինի։ Շատ այդ մեծ ընկերություններ են, մեծ միջազգային ընկերություններ, իրանք ունեն նաև իրանց մոտ, ասենք, աղետների ու պատերազմների դեպքում պլանավորումը։ Այսինքն մեծ կառույցներ այդ պլանավորում, մասնավոր կառույցներ այդ պլանավորումը անում են։ Օրինակ պարահանման պլանը, հա, ենթադրենք, ինչ կլինի, ենթադրենք ես ունեմ Տավուշում ինչ-որ մասնաճյուղ, Տավուշը անկախ պատերազմի տակ է, եկան ինչ-որ տարածքներ գրավեցին, տարհանում եղավ, ես ուրեմն գնալու։ Հիմա մեծ միջազգային ընկերությունները իրանց մոտ պլաններում կկազմեն այսպես, Հայաստանում, Երևանում ունեն մասնաճյուղ, եթե Հայաստանը անկախ պատերազմի մեջ այդ բոլոր ընտանիքներով տեղափոխում են Վրաստան, Վրաստանից սկսում են աշխատել, հա, բայց դա միջազգային ընկերությունները պարզաստեղ մեր պաշտպանության հարցերը չեն լուծում, իրանց բիզնեսի հարցերն են լուծում, բայց բիզնեսը քանի որ այդքան կարևորում է ու այդքան պլանավորում է, դրա վրա պետք է հենվել։ Այսինքն եթե նայում ենք մենք արդեն տեղական ընկերություններին, հա, մենք ինչ պատրաստություն ենք տեսել մեր մոտ մինչև 20 թիվը արդեն մենք պատրաստությունն մեր հետևյալն էր։ Անախ աղջիկները շատ էին ներգրաված մենեջմենտի մեջ ու այնց էր որ իրանք արդեն անմիջական կապը պահում էին պատվիրատուների հետ, այսինքն ֆինանսական ներհոսքը, որտեղ ֆինանսները նաև պատերազմի ընթացքում անընդհատ պետք է ֆինանսական ապահովում անես ու նաև ընկերությունը պետք է չմեռնի, որպես այդպեսին, ու աղջիկները պահում էին, ու աղջիկները այդ ամբողջ ընթացքում ամբողջ մենեջմենտը վերցրեցին իրանց վրա, ու շատ դեպքերում մինչև էտել էին իրանք, այսինքն պետքա այդ աղջիկներին է պահել նաև այդ մենեջմենտական դիրքում ու կապը պահել հենց իրանց հետ, պատվիրատուների, որ բիզնեսը չկանգնի։ Դրանք գնացին պատերազմ, մոտավորապես մի 30-40 հոգի գնացին, հա, այդ խմբի ընկերություններից, այսինքն մի պատրաստության տեսակը նաև այդ է, որ կապը պահես, բիզնեսը շարունակականությունը պահես, սովորաբար բիզնեսը մենակ տեղական ու տեղական շուկայի վրա չի աշխատում, դու միջազգային շուկայի վրա աշխատող բիզնեսներ են, թեկուզ տեղական գրանցված ու հայկական ընկերություններ են, բայց իրանք պետք է փաստորեն պահեն, այլապես բիզնեսը ուղղակի կանգնի։ Մյուսը այդ է, մյուսը տարհանումը արդեն, դու եթե ունես մասնաճյուղեր կամ ունես տարհանման պլան, ենթադրենք եկավ, չգիտեմ, Տավուշի կամ մեր մոտ ոնց էր Ստեփանակերտի մասնաճյուղը, հա, տեղափոխվեց Գորիսի մասնաճյուղ մեր մոտ։ Հետո Գորիսի մասնաճյուղը դուրս եկավ, ենթադրենք, եթե կար հասները դրան, Գորիսի մասնաճյուղը պետք է տեղափոխվեր Վանաձորի մասնաճյուղ աշխատելու։ Այդտեղ նորից ոնց որ գանք մոտիվատորներին, հա։ Ես փաստորեն ուզում եմ որ հուսալի լինի, ուզում եմ անվտանգ լինի, ուզում եմ շարունակական լինի իմ բիզնեսը, եւ եթե ես գիտեմ որ երկիրը այդպեսին է, ու բայց երկիրը պինդ է, ես ուզում եմ որ իմ աշխատողները, որ գնալու են պատերազմ, պատրաստ լինեն, որտեղ ես ուզում եմ որ իրենք հետ գան շարունակեն գործը, փող աշխատել է, այսպես ասած, չէ՞։ Ու ես պետք է արդեն շահագրգռված լինեն, որ իրանք պատրաստ են պատերազմել, այն չլինի, որ համալրման պայեստազորա բոլորի մոտ նույնն է, 40 տարեկան է, նստեց այս կարմիր ավտոբուսը գնաց, որտեղ ժամանակն եկել է։ Այսինքն դու արդեն սկսում ես պլանավորել, եթե ընդհանուր պլանը կա, ոնց ենք ամեն տարի, ասենք գնում, հա, այս ստորաբաժանումը ոնց է իր վարժանքները անցկացնում, դες արդեն արձակուրդների նման սկսում են պլանավորել, ով երբ է գնում ես կուզենամ շատերը նույն ստորաբաժանումում լինեն, որտեղ էդի բոլորն են ուզենալու, որտեղ այդ ներդաշնակումը շատ ավելի հեշտ է, երբ որ դու քո ճանաչած մարդկանց հետ ես գնում, քո ճանաչած հրամանատարի հետ ես լինում եւ այլն, այդտեղ էլ է շատ հետաքրքիր ու երրորդ կոմպոնենտը դա հագեցվածությունն է։ Շատ դեպքերում բանակը ինքը չի կարող այդ հագեցվածությունը ապահովել, ասենք, չգիտեմ, գիշերատեսիլ սարքեր եւ այլն, այդքան ռեսուրս չունի։ Ու երբ որ դու գիտես որ քո ստորաբաժանումը այն ընկերության ստորաբաժանումը որտեղ քո, չէ՞, որ քո ընկերության այլ անձնակազմն այդ ստորաբաժանումներում դու սկսում ես ապահովել։
սկսում ես ապահովել, սկսում ես ծախսել պատրաստության ժամանակ եւ այլն վարժանքների ժամանակ այն բոլոր բացերը, որ կա, սկսում ես կամաց ներդրումներ անել, բարամ, ասենք, չգիտեմ, ենթադրենք իրանք դիպուկահարներ են, ենթադրենք իրանք հետախույզներ են եւ այլն, ապահովել իրանք այն սարքերով ու զենքերով, որոնք որ քաղաքացիական զենքերից շատերը կան, որոնք որ շատ ավելի լավն են հիմա, քան թե այն ինչ որ ի վիճակի է մեր բանակը, հա, ասենք տրամադրել, պայստազորին իհարկե չէ տրամադրելու նման բաներ։ Ու այդ հագեցվածությունը ապահովելու համար իրանք էլ են ներդրում անում ու համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգ ինքը հենց այնց էլ ենթադրում է, որ քո մոտ մասնավորը պետք է ներդրում անի։ Ու բոլորն են ներդրում, մարդը ինքն էլ է, չէ, ներդրում անում։ Իր աշխատավարձից է դնում էս, ասենք, զենքն է, կրակային պատրաստությունն է, զենքը առավ, գնաց բանում ազատազենում սկսես կրակել, հետո գնաց ինչ-որ ռազմամարզական, չգիտեմ, ոմայա եւ այլն, գնաց այնտեղ ու անցավ պայստազորային, հա, առաջի այն basic ոնց որ տակտիկական պարապմունքները եւ այլն, տենց, բայց սա մենք ինչ ենք առաջարկում, մենք առաջարկում ենք ու ռազմամարզականների դերը տեղ շատ մեծ է, կպնել ու այս պայստազորային համակարգը, որը որ կա, մի հատ էլ ներքև, հա, այստեղ մեծ դեր ունեն իրանք, համ ու հիմնականում դա տարածքային պաշտպանության ստորաբաժանումներն են ու պայստազորային ստորաբաժանումներն են։ Այս երկու տեղն էլ մեծ դեր կա, որտեղ երբ որ սա դառնա արդեն իրականություն, պետք է լինեն ուսումնական մեծ կենտրոններ, որտեղ այստեղ եթե նպատակը դրված լինի, ասենք, քանակական, մինչև 250,000 հոգի պայստազորային պատրաստություն Հայաստանում, այսինքն ու բաներով գործող, հա, ստորաբաժանումներով գործող մինչև 250,000-ին, երբ որ հասնում ես, հաշվարկը տալի, որ պատերազմ չի լինելու այդ դեպքում։ Եվ էտա հասարակական կազմակերպությունները իրանց դերը ունեն, մասնավոր կառույցները իրանց խթանները ունեն դրան մասնակցելու։ Շատ լավ, հիմա գանք պետությանը, գիտեմ, որ համակարգը ներկայացվել է, ու չգիտեմ, համապարփակի մասով գիտեմ, որ ներկայացված է տարածքային պաշտպանությունը, ենթադրում եմ եւս ներկայացված է պետական կառույցներին, ու որքանով է անկալվել, որքան ինչ դիրքորոշում ունեն եւ ինչ որ process-ը ուր է հասել կոպիտ ասած։ Մենք գիտենք, որ 2023 թվականին անվտանգության խորհուրդը ընդունել է տեսլականը ՀՊԱ-ի։ Այսպայն հələ տենց ՀՊԱ-ը տեսլականի մակարդակով էլ ընդունված է։ Մենք գիտենք, որ այս պահին բանը անվտանգության խորհրդի գրասենյակը վերցրել է հանձնառություն նոր ազգային անվտանգության ռազմավարությունն է մշակում, որը որ ՀՊԱ-ի շուրջ է լինելու, այսինքն ՀՊԱ-ն դառել է ոնց որ ազգային ռազմավարության, հա, հիմնական ուղղությունը։ Դրանից հետո եւ դրան զուգահեռ բոլոր մնացած կառույցները, այդ թվում պաշտպանության նախարարություն կլինի եւ, չգիտեմ, ԱԱԾ-ն կլինի եւ այլն, իրանք պետք է համապատասխան ռազմավարությունները մշակեն, որտեւ երբ որ ազգային անվտանգության ռազմավարությունը մշակում ես, ենթադրվում է, որ դրայից ամեն կառույց արդեն իր ռազմավարությունը սեփական պետք է մշակի, որը համապատասխանում է դրան։ Իսկ այդտեղ եթե ՀՊԱ-հն է, ուրեմն մենք անցնում ենք ՀՊԱ-ի, դա հույս է ներշնչում, որ մենք այս կառուցվածքին կգանք, հա, սրան եւ սրա նախորդ այս սխեմայի նախորդ որ կար հրամանատարությունները կստեղծվեն եւ պայստազորային ուժերի համակարգը կստեղծվի ու sense չի մնա մենակ համալրման պայստազոր։ Գործողությունների մակասով ասում շատ դանդաղ է մեր տեսակետից։ Սա արդեն եթե մենք զուգահեռ սկսած լինենք 2022-ին մենք ոնց որ առաջարկը ավարտական վիճակի էինք բերել ու այն զորավարությունները, որ արել էինք, որի մասին պատմեցի, դեղից հետո արդեն տարածքային պաշտպանությունը կարար հասնել նրան, որ ունենար 50-ից ավել ստորաբաժանումներ։ Ինչ որ աստիճանի հասած, իհարկե դա կարաս ասես, որ ՀՊԱ-ն միշտ էլ երկարաժամկետ պլան է ու անընդհատ զարգացնող է, բայց ու երկարաժամկետ ասելով 10-20 տարվա մասին եմ ասում, 10-ից մինչև 20 տարվա, բայց ինչի կարելի էր հասնել 3-4 տարվա ընթացքում, դա բավականին մեծ թվով պայստազորային ստորաբաժանումների ու տարածքային պաշտպանության ստորաբաժանումների կարելի էր հասնել, որը որ չունենք հիմա։ Տարածքային պաշտպանությունը որպես այդպեսին այդ այնց ոնց են ասում, բաժանմունք կա մեր պաշտպանության զինված ուժերի մեջ, բայց շատ է նման իր գործունեությունը ոչ թե ես էլի եմ ոնց որ անդրադառնում այդ մետրը հավասար չի մետր քառակուսուն, իրանց մոտ այդ մետրի գծամետրի պաշտպանությունով են մեկը զբաղված, այսինքն այդ ստորաբաժանումները sense տնենց ավելի նման են նրան, ինչ որ սովորական կոնվենցիոնալ բանակի ստորաբաժանումներն են անում, քան թե տարածքի պաշտպանության ֆունկցիան։ Գործառույթները տեսակ ինչքան տարբեր է
ու ինչքան բարդ է հասնել այն վերջնական վիճակի, էլի, տենց այդտեղ մենք դրան մենք հələ ճանապարհ ունենք հասնելու։ Բայց քանի որ հուսադրողն է, որ ներքևից վերև process-ները քանի որ կան ու ոնց որ ներքևից վերևը ավելի շատ առաջընթացը գնում, ցուցադրումը գնում, պատրաստությունը, որ դա կարա արվի եւ այլն, այդտեղ արդեն շատ ավելի հուսադրող է, քան այն երկրներում, որտեղ ՀՊԱ-ը ներդրվում է ու վերևից ներքև հրահանգի տեսքով է ներդրվում, իսկ ժողովուրդը չի ընկալում, չի գիտակցում, չի ու հասարակական ինստիտուտները ոչ մի ձևով ներգրաված չեն դրան։ Այդ իմաստով մենք առավելություն ունենք ավելի արագ է անելու։ Դե ուրիշ երկրները նաև բնական է, ասենք, որտեղ իրանք պատերազմ երկար ժամանակա չեն տեսել, մեր մոտ այնպես չի իրավիճակը։ Այսինքն դժվար է սկսելն է, իսկ ինչ որ պատճառաբանություն կա, թե քաղաքական խնդիր է, թե ռեսուրսներ չկա։ Իհարկե մենք ՎՔԶՆ-ի այդ միջոցառումներին բազմիցս ասել ենք, որ սա քաղաքական կամքի բացակայություն է։ Պրոգրես ինչ որ տեսնում ենք, տեմպերը, բայց մեզ ընդհանրապես չի բավարարում, որովհետև այն ինչ որ կարելի էր հասնել, դրան արդեն չենք հասել։ Ու այդքան հետ ենք ընկել, կոպիտ ասած։ Լավ, դալիճից հարցեր ունենք։ Խնդրեմ։ Կանեմ հատվել։ Ասեք։ Ձեր ներկայացրած համապարփակ այդ պաշտպանության համակարգը ենթադրում է պետական կառավարման համակարգի փոփոխություն, բայց այնտեղ որոշ կետեր կա, որ ենթադրում է ավելի բարձր մակարդակի, այսինքն օրինակ երկրի ինքնիշխանության մակարդակի փոփոխություն, որը անհնար է, որը ենթադրում է ինքնիշխանության մակարդակի փոփոխություն, որևիցե տեսակի հեղափոխություն, թեկուզ ընտրությունների միջոցով։ Հեղափոխությունը պարտադիր չի լինի, էլի, զինված փոխություն։ Ինչա՞։ Չէ, իշխանափոխություն չէ, հեղափոխություն, այսինքն օրինակ եմ ասում, էլի, այսինքն եթե ինչ-որ մեկը անցնում է, օրինակ եմ ասում, որ պատկերացեք հեղափոխություն ասելով ինչ նկատի ունեմ, օրինակ պատկերացեք ընտրություններով փոփոխություն է տեղի ունենում ու այդ մարդիկ, ասենք, արագ որոշում են կայացում ազգային անվտանգության ծառայությունը լուծարելու օրինակ։ Այս տիպի փոփոխությունների մասին է, էլի խոսքը։ Ուզում ասեմ, այդ ինչ որ դուք մտածել եք մեծ մասշտաբով, էլի, ոնց որ դրա մասին է, էլի, ինքը չի կարա այտենց թվում է թե հա ինչ ա եղել, բանակը կարա փոխվի, պետությունը չէ, այտենց չի լինում, էլի, բանակը եթե փոխվում է պետական համակարգը, բայց տվյալ դեպքում ոչ միայն պետական կառավարման համակարգի էֆեկտիվության եւ այլնի հետ կապված խնդիր, այլ նաեւ ինքնիշխանության խնդիր կա այստեղ, այսինքն ինքնիշխանության մակարդակի բարձրացումը պետք է ստիպի փոփոխության համար։ Նաեւ, բայց դա նաեւ արդյունք է։ Ես արդյունքալնելու այս գործողությունները։ Ես խնդրեմ այն դիմակը դրողականություն, դիմադրություն այդ մասը որ բացենք, հա։ Այստեղ ես ավելի շուտ հեղափոխությունը տեսնում եմ այս մասում։ Այս մի հորիզոնականի վրա է։ Մենք հիմա մեր մոտ ինչն է, հասարակությունը, պետությունը ու իշխանությունը, նախ պետություն եւ իշխանություն շատերի մոտ նույն բանն է, հա, ասենք։ Այդ սովետական Հայաստանում նույնն է, ու ընկալումը նույնն է։ Մենք դուք կարակ ասեք նույնը չի, բայց ընկալումը ընդհանուր նույնն է։ Սրանք տարբեր բաներ են։ Ու երբ որ մենք ասում ենք մի հորիզոնականի վրա, ՀՊԱ-ը ենթադրում է, քանի որ բոլորը մասնակցում են անվտանգություն, բոլորը վերցնում են պարտավորություն իրանց վրա այդ անվտանգության խնդիրները լուծեն, հորիզոնական հարաբերություններ է ենթադրում։ Ու հեղափոխությունը լինելու է մտածելակերպի մեջ ու կառույցների վրա դա արտապատկերվելու է, այնց որ այդ ինստիտուտները պետք է հասկանան առաջինը փիլիսոփայությունը, որ իրանք ասում են ՀՊԱ-ը մենք ընդունեցինք։ ՀՊԱ-ը ընդունել ի՞նչ է նշանակում։ ՀՊԱ-ը ընդունել նշանակում է ես հասկացա, որ մենակ չեմ կարա իմ խնդիրը կատարեմ։ Ես ինքնիշխանությունը չեմ կարա պահեմ, երկրի տարածքի ամբողջականությունը չեմ կարա պահեմ։ Այսինքն ՀՊԱ-ը ընդունել նշանակում է պաշտպանության նախարարը ասում է մենք ի վիճակի չենք միայնակ այս հարցը լուծելու։ Հիմա տեսեք հայտարարել են իրանք, բայց գործողությունների շարքում մենք դա չենք տեսնում, բայց դա ընդունելը արդեն այդ փիլիսոփայական փոփոխությունն է նշանակում։ Երբ որ այդ փիլիսոփայական փոփոխությունը նշանակում, դու գնում ես դեպի արդեն հասարակություն, հորիզոնական մակարդակի վրա հարաբերությունների, ոչ թե ես ասում եմ դու անում ես, ես ասում եմ դու արի զինկոմիսարիատ, դու գալիս ես զինկոմիսարիատ։ Էլ բան, հա, կոպիտ, ոնց որ օրինակը դրել։ Պարզաբար կտրող չենք ասեն, չենք ընդունում, չենք ուզում պաշտպանվել, այլ բան ենք ենթադրում, ասենք
չեն կանգնելու ասեն, որ Հայաստանի ինքնիշխանությունից փորձում ենք հրաժարվել միութենական պետություն մտնել, ուղղակի չեն ասի հիմա դա, բայց կանեն։ Ուզում ասեմ, այդ ասելը քիչ է, իսկ ինչ վերաբերում է երկրորդ կետին, ինչ պետությանը որպես առանձին կառույց, ինքը ինստիտուցիոնալ առումով այնքան չկայացած է Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն, որ այնտեղ ասենք կարեք մեծ 0 դնեք, այնտեղ մնում է հասարակություն, իշխանությունը, այսինքն հասարակությունը իր իշխանության ազդեցությունը հասարակության վրա ահռելի է, բանի քարոզչության միջոցով, շատ դժվար է դրան դիմակայելը, հասարակությունը այտենց Նայեք, այստեղ ես ասի երկարաժամկետ process է նորա ներդրվում ու այստեղ ավելի շուտ այդ հեղափոխությունները չի, ինչքան տրանսֆորմացիան է։ Այսինքն էվոլյուցիոն ճանապարհով դժվար հասնենք սրան։ Հեղափոխական ճանապարհը քանդվող ճանապարհ է ավելի շատ, քան թե ինչ-որ բան կառուցող։ Ու այստեղ ընտրված է տրանսֆորմացիայի process-ը։ Եթե ասենք ոնց ենք սա հասնելու, այո, պետք է տրանսֆորմացիոն օֆիսը ստեղծվի, տրանսֆորմացիայի գրասենյակը այնքան լծակներ ունենա, որ տրանսֆորմացիան իրականացնի, այլապես չի ստացվի։ Որովհետև այդ սովետական Հայաստանը, որը այդ հոգեվարքի մեջ է, բարձ է։ Եվ այդ ինստիտուցիոնալ դիմադրությունը, այստեղ որ ասում եք ինքնիշխանություն, դուք ավելի շուտ խոսում եք իշխանության մասին, այսինքն այն իշխանությունը, որը որ չէ, քաղաքական իշխանության մասին չեմ խոսում, այն իշխանությունը, ասենք նույն նախարարությունը, հա, պաշտպանության նախարարությունը, հա, իրանք ունեն իրանց իշխանությունն է, իրանք լավ են զգում իրանց այդ մակարդակի մեջ, բայց այստեղ ինստիտուցիոնալ դիմադրության մասին է խոսքը ավելի շուտ, որը պետք է կոտրվի, բայց կոտրելու համար կան գործիքներ ու մեթոդը տրանսֆորմացիան է։ Բյուրոկրատական ինստիտուցիոնալ դիմադրությունը նորմալ է, խնդիր չկա դրա հետ կապված։ Ըստ դիմադրությունը իշխանության կողմից Հայաստանի, ասած ասած, ինքնիշխանության բարձրացման դեմ այդ տիպի դիմադրության մասին է խոսքը, ոչ թե չէ ինստիտուցիոնալը խնդիր չի, բյուրոկրատիա է, մի տարում հարցը կլուծվի օրինակ, կամ եթե պատերազմը կլուծվի 2 ամսում, բայց Հայաստանում, ասենք 4 տարի է, ոչ մի ձև այդ հարցերը չի լուծվում, դա նշանակում է, որ ոչ թե ինստիտուցիոնալ դիմադրությունը, այլ իշխանության դիմադրությունն է նմանատիպ փոփոխ։ Հա, բայց դուք ոնց որ ուրիշ դիագնոզ եք տալի ախր, ասում եք մեր իշխանությունը մեր ինքնիշխանության դեմ է։ Ես ուղղակի չեմ ուզում հիմա այդտեղ ծավալվեմ։ Լավ, այդ հասկանալի է, տարբեր կարծիքներ կան եւ նորմալ է դա, օբյեկտիվ է։ Ուրիշ հարցեր ունենք։ Այստեղ սկզբունքներում ինչքանով որ ես եմ ուսումնասիրել, բացի հարձակումից ու պաշտպանությունից, նաև կա պահպանում խաղաղ ժամանակ։ Այստեղ սկզբունքներում դա չի ներառվում, եթե չէ ինչի։ Հա։ Սահմանների պահպանում խաղաղ ժամանակ։ Նայեք, խաղաղ ժամանակը մեր մոտ պատրաստության ժամանակն է։ Պահպանում որպես այդպեսին, եթե մի քիչ ավելի տենց Խաղաղ ժամանակ իրականացվում է բանակի կողմից, եթե տենց ընդհանուր վերցնենք։ Հա, ԱԱԾ-ի կողմից, սահմանապահ զորքերի եւ ներքին գործերի կողմից է։ Եթե կարգ ու կանոնն է ներքին անվտանգության պաշտպանության մասին է, դա ներքին գործերն է ու ԱԱԾ-ն է։ Եթե սահմանի մասին է, ԱԱԾ-ն է եւ ԱԱԾ-ի սահմանապահ զորքերն են եւ բանակն է։ Տարածքային պաշտպանություն գործ չի անում խաղաղ ժամանակ։ Մենակ պատրաստվում է, այսինքն ֆորում է, սարքում է, կրակում է, կառավարման համակարգերն է զարգացնում, միջ գերատեսչական կապերն է ուժեղացնում եւ այլն, բայց իր գործողության ժամանակը չի տա։ Դա այս դիմադրողականության փուլն է ոնց որ։ Իսկ դիմադրության փուլը այն որ արձագանքում ես արդեն, միացյալ արձագանքի փուլը չէ։ Այդտեղ խաղաղ ժամանակ դիմադրության փուլ չկա։ ՏՊ-ի համար համենայն դեպս։ Լավ, ունենք հարցեր էլի։ Շատ լավ, եթե չունենք, այսքանով կարող ենք ավարտել եւ եթե ինչ-որ բան կիսատ մնացել, որ կուզեիք ավելացնել, ամփոփել։ Չէ, կիսատ բան չկա, ես ինչ-որ պատրաստել էի, արդեն ասեցի, շնորհակալություն, հարցերի համար շնորհակալություն, ըստ ում համապարփակ էր։ Ձեզ շնորհակալություն։